Բարև բոլորին, դուք G2X ալիքում եք չմոռանաք բարենորդագրվել մեր ալիքին, լայքեր դնել, կոմենտներ գրել ու չմոռանաք ֆոլովել մեր Instagram-ին, որ ոչ մի կոնտենտ բաց չթողնեք։ Երեխեք միջա վլոգը սկսել է, ես ուզում եմ ձեզ ցույց տամ ինչա կատարվում դրսում, մի հատ նայեք ինչ անձրև է գալիս, ու մի շաբաթ գալու է։ Ու ես իրեն հենց նոր խոսում էի, թե ինչով է սկսել, եթե մենք հենց հիմա գնանք ու մտնենք ջակուզի, կարող է նույնիսկ դες բան անենք, բայց չգիտեմ։ Երեխեք, այսօր ձեզ սպասելու է շատ հետաքրքիր վլոգ ու ամենակարևորը դուք նոր բաներ եք սովորելու։ Այս պոդքասթը սովորական պոդքասթ չի, որտեղ կես պոդքասթը շարունակելու են մեր ծնողները։ Ուշ է։ Գնաց։ Մեր մաման ու պապան գնացել են Harvard, իսկ ես ու Յանան UCLA։ Եվ այսպես, մենք հենց հիմա գտնվում ենք Harvard-ի ամենահայտնի շենքերից մեկի ուղիղ դիմացում։ Սա Էվայի զակազն է։ Ինքը այս վլոգում ուզում է պատմի երկու հանճարեղ համալսարանների մասին, որը մեկը գտնվում է Կալիֆոռնիայում, ինքը դրա մասին կպատմի, որի մասին երազում է։ Խոսքս UCLA, ինչ արեցի։ Սենց որ սենց են անում նշանակում է ծիպը։ Հա, ծիպը, լավ, ծիպը երազում է։ Լավ, ռեալի երազում է։ UCLA-ի մասին, դրա մասին Էվան կպատմի, բայց քանի որ Բոստոնում չի, ինքը բայց ասել է մամա, պապա, անպայման Harvard-ի մասին պիտի խոսանք, մենք սկսում ենք Harvard-ի մասին տեղեկություններ ձեզ հաղորդել ու ընդհանրապես ցույց տալ ընդհանուր տարածքը։ Ու վերջը կհասկանանք UCLA-ն է ավելի լավ դե Harvard-ը։ Գնացինք։ Սովորաբար են մարդիկ, որ ապրում են Գլենդելում, ուզում են, որպեսզի նրանց երեխաները գան հենց այս ունիվերսիտետը, որովհետև ամենամոտիկն է ու ամենալավերից է։ Գլենդելից ինքը հեռու է ընդամենը մի 45 րոպե։ Ինչ-որ մի բան։ Սա եկեղեցի է թե զանգա։ Հեսեք իմանանք։ Ես ընդհանրապես շատ եմ ուզում գնամ UCLA, որովհետև ես պատկերացնում եմ ստեղ բոլոր աշակերտների կյանքը, ոնց իրան կարտն անում, գնում դաս անում, հետո ասած քամպուսով քայլ, սենց խաղեր են խաղում քամպուսում։ Կկարտկով էտ ինչ էր։ Քանի որ ինձ ու վստահ եմ ձեզ էլ կհետաքրքրի UCLA-ի մտնել, որ ավելի լավ պատմեն ձեզ UCLA-ի մասին, դրա համար հատուկ մենք հրավիրել ենք մեր մտերիմ ընկերուն Ալիքին, որը հաճախում է UCLA, ինքը մեզ ամեն ինչ ցույց կտա, ամեն ինչ կպատմի։ Բարև։ Ու մենք խնդրեցինք Ալիքին, որ մեզ ավելի մանրամասն պատմի UCLA-ի մասին, մեզ ցույց տա, քանի որ UCLA-ը շատ մեծ է։ Ինչ եք ուզում տեսնել, ինչ ցույց տամ ձեզ։ Գիտեք, կյանքում լինում են պահեր, երբ որ դու լսում ես ինչ-որ բաների մասին եւ երբեք մտքիդ ծայրով է չի անցնում, որ դու կարող ես մի օր հայտնվես այդտեղ։ Հիմա իմ մոտ այդ պահն է։ Ես պարզապես նմանատիպ զգացողություններ երբևիցե չէի ունեցել, որ հենց արդեն իսկ երբ որ դու գնում ես, կանգնում ես, տեսնում ես այդ գեղեցկությունը, այդ մթնոլորտ ուսանողների շարժը, տպավորությունը, որ դու ամեն ինչ կարող ես։ Հիմա ասեք, խնդրում եմ, ասեք, որ ես տիպիկ Harvard-ի ուսանող եմ իմ տեսքով։ Այնակ սակո հիմա եթե տեսնեի, ես այդտեղից դուրս եմ գալի ու պատկերացրու դու ինչ չես ճանաչում։ Սիրահարվեմ քեզ ըստեղ։ Հա, հիմա կարա սիրահարվես։ Մենք այնտեղ հիշեցինք մեր ուսանողական տարիները, մեզ չկորցրեցինք եւ այգիում փոքր էտյուդ խաղացինք։ Շատ հիմար էտյուդ խաղացինք, որի համար ամաչում ենք։ Excuse me. This red table. Do you want a table? Yeah, no. Red table? No. What do you want? Գնալիք, ես կարող եմ ձեզ հետ ծանոթանալ։ Դուք հայրեն եք խոսում, դուք։ Այո։ Հայ եք, ես պետք է ձեզ գրկեմ։ Իսկ կարող ենք մենք լինել ընկերներ։ Ես ավելին կուզեի, քան ընկերներ, բայց կարող ենք։ Այսինքն որ ավելին կուզեի, քան ընկերներ։ Harvard-ում այդպես է, մի անգամից ավելին են ուզում։ Նայ, հիմա եթե մենք թատերականում չսովորեինք, imagine, պատկերացնենք, այս սովորեինք Harvard-ում, ելնելով ստատիստիկայի, դու պետք է պրեզիդենտ դառնայիր, ես էլ քո կինը։ Ես ինչ բաց թողում եմ եղել։ Ես ով ասում ես պրեզիդենտ չեմ։ Մեր ընտանիքում, հա։ Դե հերիքա էլ։ Օբամայի կինը իր ուսանողական ընկերներից մեկին է տեսնում, որ շատ վատ վիճակում է լինում եւ Օբաման ասենց մեծ հպարտությամբ ասում է, տեսնում ես, ինչ լավ է որ դու ժամանակին նրա հետ չամուսնացար, եթե դու նրա հետ ամուսնանայիր, հիմա առաջին տիկինը չէր լինի։ Կինը հոհեմաբար ժպտալով ասում է, դու պետք է ուրախանաս, եթե ես նրա հետ ամուսնանայի, այսօր ինքը կլիներ։
նախագահ։ Ինչ նկատի ունես։ Որ յուրաքանչյուր ուժեղ տղամարդու հետևում կանգնած է խելացի կինը։ Նայ սիգարետ են դրել ձեռի մեջ։ Ինչ ուզել Հարվարդի հետ ալվել է։ Այս ոտը մաշել է, ես կկպնեմ իր այս մի ոտի։ Ահա։ Like, so I wonder if that... John Harvard։ Նախ ասեմ որ UCLA-ը ինքը Ամերիկայի #1 public university-ն է, այսինքն ինքը ֆինանսավորում ու ստանում է կառավարությունից։ Իսկ Harvard-ը ինքը ավելի private է, այսինքն կառավարությունը չի օգնում այդ համալսարանին, իրանք, չգիտեմ, մեծ այդ հովանավորներ ունեն, չգիտեմ ինչեր են, ովքեր փող են տալիս։ Մտան կաֆեն, բարձում են, որ իրենց կաֆեում ստուդենտներն են աշխատում, այնտեղ ամեն չորեքշաբթի դե 5 շաբթի նվագում են, լրիվ սենց ընկերական շատ լավ community է, որ ես գնում եի, ու սենց ժպտում են նամասում ինչ հաճելի է, այստեղ երևի սովորելը։ UCLA-ը ոնց որ սենց փոքր քաղաք լինի, ամեն ինչ կա, սրճարան, պարկ։ UCLA-ում շատ հայտնի է cream cheese-ը, grilled cheese-ը, Շատ համով մաչա։ ճիշտ է, ես նրանք ուտում են tomato soup-ով, բայց ես չէի իմաստը սուպ ուտելու, բայց ես մենակ պատրել եմ ինձ grilled cheese, ես շատ եմ սիրում cheese, այդպես որ եկեք փորձենք։ Տակա։ Հայեր շատ կան, թե։ Շատ կան, մոտավորապես 200-300 կլինի։ Նույնիսկ ունենք ստեղ հայերենի ամբիոն, ոնց որ Հայաստանում ասում են, music բան, Armenian music ունենք, այն կողմը South Campus, այնտեղ ավելի science, math, տենց նյութերն են, իսկ մյուս կողմը North Campus, ավելի humanities, film and TV, acting, Դեև տենց գարկում բաներ ենք են։ դեսկոպ գնալ։ Ընդհանրապես աշակերտները բողոքում են, որ այնտեղ ավելի ծառաստան, սենց սիրուն տեսարաններ կան, քան այս կողմը։ Իսկ դասախոսները խիստ են, դե տենց խստություն չկա, ավելի բարի են, ավելի ընկերական են։ Okay, science-ի դասախոսները, իրանք խիստ են։ Մեկ ես էլ եմ վախենում, որ իրանք հետ խոսամ, բայց մեր պրոֆեսորները ավելի ինձ հասկացող են։ Հա, մի բան ասեմ, մարդիկ որ աշակերտ չեն, իրանք էլ կարան ներս մտնեն, բանին նստեն, լեկցիան նստեն։ Հա, որտեղ մենք public ենք էլի եմ ասում։ Օրինակ Harvard չես կարող այս թվում, հա։ Այսինքն կարաս գաս սովորես, ուղղակի դիպլոմ չես ստանա, պրոստը դու քո համար։ Հալի։ Եթե դուք Ամերիկայում եք ապրում եւ ուզում եք ինչ-որ մի բան ուսում ստանալ կամ ինչ-որ բան իմանալ, գիտելիք, պրոստը գնացեք նստեք։ Ճիշտ է, դիպլոմ չես ստանա, բայց մեկը քո ուղեղի համար ինչ-որ բան կլսես։ Ինչ ֆակուլտետում ես, ասեք դու կարաս ուղղակի մտնես մի հատ։ Սրանք կոմերսի ու նստես։ Նրանք բայց Հարվարդում դա բան չես կարա։ Այո, Harvard-ում շատ նույնիսկ դժվար է մտնել library, բայց մեր ծնողները, մի ուրիշ ծնողները նրանք կարողացան մտնել։ Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Ամերիկայի ամենահին գրադարանում։ Ուրեմն այստեղ կա 20 միլիոնից ավել ձեռագրեր, եթե ես չեմ սխալվում, այնտեղ կա նաև Շեքսպիրի ձեռագրերը, ինչևիցե այդ ամեն ինչ ինձ շատ հետաքրքիր էր, բայց այդ ամեն ինչը տեսնելու համար դու պետք է ունենաս ծանոթ կամ բարեկամ, ով սովորում է Harvard-ում, ով քեզ կտա այդ հրավիրատոմսը, որ դու կարող ես նրա հետ մտնել։ Եվ ես մտածում եմ, եթե ես եկել հասել եմ այստեղ, ուրեմն բոլոր հնարավորությունները պետք է օգտագործեմ, որպեսզի մտնեմ եւ տեսնեմ այդ գրադարանը, զգամ այնտեղի շունչը, օդը եւ Սակոյի հետ սկսեցին կռիվաներ, Սակոն ասում արի գնանք, չէ, ոնց պետք է անենք, ասում պասի հեսա նստենք, ես կգտնեմ իմ համար այն մարդու դեմքը կերպարը, ով որ ինձ կտա այդ տոմսը։ Ման, դու Հայաստանում չես գտնվում։ Դու ասում ես մի ստուդենտի որ խնդրեմ։ չեմ գտնում։ Հայաստանում հաստատ քեզ կօգնեին, որ դու Նա մտնես։ ստուդենտն է, որ մոտենամ ասեն, կարակ ինձ access տակ որ մտնեմ, ինչի պետք է ասեմ, չէ։ Որովհետև չեն տա, որովհետև հայ չեն։ Հայաստանում կտան այդ։ Մանջան չեմ ասում լավա թե վատա, ես ոչ մեկին չեմ փնովում։ Իրանք տենց դաստիարակություն ունեն։ Իրանք կասեն դու ով ես։ Կարող դու գող ես, կարող դու տերորիստ ես, կարող դու մարդասպան ես։ Ով ես դու։ Ասես չէ, ես որ երկու ոտս դրել եմ մի կոշիկի մեջ, ուրեմն այդ կոշիկը պետքա քայլի։ Մենք մոտավորապես 5 րոպե նստեցինք, ես sense ուշադիր զննում էի շուրջս, ուզում էի հասկանալ ով ունի բարի աչքեր եւ գտա Can you be your access in go to the library because they say you need to Yeah, but can you let one do next? one Yeah. Ասաց, օքեյ, խնդիր չկա, բայց մի հոգու տոմս կարամ տամ, բայց դες չի կարալի, որտեղ ես ամուսնու հետ եմ եղել, հետո ես կարդացել եմ, որ դուք ունեք 2 տոմսի հնարավորություն։ Okay, մի հոգի։ No, it's two guests.
right? He said yes. But I Can have you to be tell? responsible for what you do. Yeah, we are in tourism. We live in Armenia. We are famous actor, my husband and me. Yeah. This is my dream. Okay, thank you so much. Գրեցի մանո։ Ամոթին, փաստորեն այդպես է։ Մի խոսքով, բայց նա ունի շատ կարճ ժամանակ, որովհետև օրենքը այնպես էր, որ պետքա իր հետ մտնենք եւ իր հետ դուրս գանք։ Մանոն մի անգամից կայծակնային արագությունում ամբողջ գրադարանում պատտվեց, իհարկե գրքերը չկարդաց։ Երբ որ ես կանգնեցի այդ գրադարանի կենտրոնում ու բոլոր ուսանողները նստած գիրք են կարդում, իրենց դասերն են անում, ես իրոք մի պահ պատկերացրեցի, եթե ես լինեի Harvard-ի ուսանող, ինչպիսին կլինեի եւ ես այդ 2 րոպեում ինձ զգացի հենց Harvard-ի ուսանող։ 2 րոպեում ուրեմն 10 սթորի արեց, 5 դրեզ արեց, բոլոր գրքերը բացեց, դրեց դեմը, բան իմաստուն կեցված կընդունեց։ Ու տես մենք դուրս եկանք, ման, դու ճիշտ էիր։ Ես երևի դասիրակությունից մտածում եմ, որ մենք մենակ հայերս ենք օգնում այս կոմենկոն, բայց չէ, աշխարհում լիքը մարդիկ կան, որոնք միշտ պատրաստ են քեզ ձեռք մեկնել եւ հասկացավ, չէ՞ որ։ Ու կարող է տղեն վաղը մյուս օրը դառնալ իր երկրի պրեզիդենտ։ Thank you։ Շատ մի հատ կարևոր բան, փորձեք։ Չի լինի կասեք չեղավ, բայց գիտեք։ Լավ խոսք, ասում մարդը մարդով է մարդ։ Չէ՞։ Դուք մտածել որ մենք պակած կլինենք Harvard-ի բանը, գրադարանի աստիճաններին։ Եվա, այս քո համար հատուկ, պապա, մաման իզուր չի որ պարկած է library-ում։ Այս շենքը մեր ամենանշանավոր շենքն է, Royce Hall, շատ դժվար է այստեղ դաս վերցնել, որովհետև շուտ է լցվում կամ քիչ է լինում որ դասեր են լինում այստեղ, բայց անցած տարի ես կարողացա այստեղ լեկցիա ունենալ ու շատ հավես էր։ Եթե ուշադիր նայեք այս երկու բաներին, սյուներին, տարբերություններ կան, այսինքն բան symmetrical չեն։ Լավ ուշադիր նայեք, այն մեկը վերևը 2 հատ ցենց կամարներով, այն մեկը 3 հատ ունի։ Տեսնում ես։ Իսկ այս շենքը library-ն է, Powell Library։ Ամենանշանավոր library։ Հա, եկեք ինքն գնանք։ Հա, իդեպ, մի հատ library կա, այն կողմը YRL Library, այնտեղ հայերեն գրքեր կան։ 2 shelf լրիվ հայերեն գրքեր են։ Ուրեմն ինչքան ինձ հայտնի է, օրինակ Հայաստանում ընդունվում են կոլեջ, ավելի շատ եթե տեստեր են գրում, լավ բալ են ստանում, իսկ ստեղ ոնց է գնահատականները դե պարզ է կարևոր է, բայց ուրիշ ինչ-որ մի բան կա։ Այո, գնահատականները կարևոր են, բայց թեստ չունենք, իրանք ուրեմն 8 հատ հարց կա, 8 հատից 4 հատը ընտրում ես ու պետքա էսեյ գրես, մոտավորապես 250 բառ պետքա լինի ամեն մի էսեյը, ու իրանք ավելի քո անձի մասին են, քո բնավորության, ասենք մի հատ հարց կասում է what kind of leadership skills you have, կամ ինչ-որ talent-ի մասին, որ քեզ հոգեհարազատ է, կամ ինչ-որ դժվարություն challenge, որ տեսել ես ոնց ես հաղթահարել, տենց հարցեր, իրանք ավելի սենց ընդհանուր քեզ են նայում, էլի որպես անձ։ UCLA-ի ամենաշատ զայավկեքն է ստանում, որպեսզի ընդունվեն, ինչքան հիշում եմ 156,000, նույնիսկ ավելի շատ մարդ ամեն տարի զայավկա է ուղարկում, որպեսզի իրան ընդունեն UCLA։ Չէ, UCLA լուրջ եմ ասում, այն մեծ քաղաք է։ Հա, ինքը իր քաղաքն է, էլի։ Չենց հանգստանում ես էլի դասերից հետո հոգնած բան կարաս գաս նստես քո համար, պարկես կոտերից։ Այս մեր inverted fountain-ը, այսինքն ջուրը գնում է մեջը, ու երբ որ նոր ես ընդունվում, քեզ բերում են ստեղ, մի ձեռքը դնում ես ջրի մեջ, մյուսը դնում ես վերև սենց, ու ինչ որ սենց երթում ես տալիս, basically։ Ու ասում են մինչև ավարտելը չես կարող այս ջրին կպնես, եթե կպնես ավելի երկար կմնաս, ինչ որ բան ասենք Էքստրա սեմեստր։ Հա, էքստրա կմնաս։ Ասենք ինտերնետը, չգիտեմ, եթե գիտեիք, ստեղ է հիմնադրվել։ Հեսա։ Ասում է birthplace of the internet։ Չեմ կարծում կարանք մտնենք, բայց այն բանն է։ Ուրեմն երեխեք բոլոր թինեյջերների, բոլոր ընդհանրապես մարդկանց համար շատ կարևոր բան է եղել, որովհետև հիմա մարդիկ շատ են գրվում, ու եթե ամեն ինչը չլներ, մենք հիմա երևի չէինք անդադ sense պետք է խոսանք, так что հիմա մեր շատ կարևոր բանի մոտ եմ կանգնած, որը փոխել է կյանքը։
Հիմա ինչ հեշտ է, ուղղակի բռնում ենք մեր հեռախոսը, մտնում ենք մեսեջ կամ ինչ-որ ուրիշտեղ ու գրում ենք ինչ-որ բան ու հանգիստ ուղարկում է։ Իսկ մի հատ մեսեջ ուղարկելու համար սենց մեծ սարք են օգտագործել, ասենք պատկերացնում եք։ Հեսա 10:30 October 29 1969 առաջին մեսեջը ուղարկվել է ու եղել է LO։ Դեռ չգիտենք թե հենց LO, բայց LO են ուղարկել։ Ասма ինչեր low and behold, low and be beyond ճիշտ։ Ասում են, որ Միացյալ Նահանգները ինքը այդպես հոգի չունի, այսինքն բիզնեսի աշխարհը, բայց այստեղ հոգևոր կյանքը բավականին բարձր մակարդակի վրա է։ Դեռ վկայում նաև Հարվարդը, որ ուներ իր սեփական եկեղեցի, հետո իմացա, որ շատ ու շատ համալսարաններ ունեն իրենց սեփական եկեղեցիները։ Շատ սիրուն ու շատ տպավորիչ է։ Խոսնած կարան ներս մտնենք։ Չգիտեմ, Փորձենք։ բան բաց է։ Գնա։ Սիրուն է։ Աշխարհի լավագույն համալսարանից մեկը նույնպես իր օրինակով ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է հոգևոր կյանքը մարդու համար։ Ես կարծում եմ, որ տեսնեք, դուք էլ գեղագիտական հաճույք կստանաք, ու ես շատ կուզենամ, որ մեր հայ ջահելների շատերը սովորեն հենց այդ համալսարանում, որտեղ այդ ամենակարևոր կապիտալը մատաղ սերնդի որն է, ուսումը։ Այո։ Հաջող բոլորին։ Հաջող բոլորին։ Երեխեք լավ սովորեք, որովհետև գիտելիքը դա ուժ է։ Այո։